Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Այսօր մեր հերթական աշխարհագրության դասն է եւ մենք միասին սկսենք մեր Եվրոպա աշխարհամասի ուսումնասիրությունը։ Մեր աշխարհագրության դասի համար այսօր մենք փորձենք տեսնենք թե ինչ ենք անելու այս ամբողջ 45 րոպեն միասին։ Բոլորս նայում ենք էկրանին։ Ինչ ենք անելու այսօր դասին։ Անդրադարձ կկատարենք մեր նախորդ թեմային, ապա հայտարարություն կանենք, թե մեր նոր թեմայի մասին ինչ նախնական գիտելիքներ ունենք, ապա ես կբացատրեմ նոր դասը, մի փոքրիկ տեսանյութ կնայենք նոր դասի մասին, կկատարենք փոքրիկ խմբային աշխատանք, խմբային աշխատանքը կամփոփենք միասին անհատական աշխատանքով եւ դասի վերջում կլրացնենք ելքի քարտեր։ Առաջարկություններ ունենք այսօրվա մեր անելիքների մասին։ Դե անցնենք առաջ։ Անցնենք առաջ, գնացինք։ Մեր դասի այսօրվա դասի նպատակն է ուսումնասիրել, ես կներկայացնեմ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կազմը, այսօրվա մեր նոր դասը նվիրված է Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, նրա կառավարման ձևին, աշխարհագրական դիրքին, կծանոթանանք Գերմանիայի բնակչության կազմին, տեղաբաշխմանը, ազգային կազմին, տարաբնակեցման առանձնահատկություններին եւ քանի որ մենք այսօր բավականին շատ գործիքներ պիտի կիրառենք տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված, մենք կփորձենք զարգացնել ձեզ մոտ այդ տեղեկատվական տեխնոլոգիաներից օգտագործելու հմտությունները։ Եվ ես համոզված եմ, որ դասի ավարտին մենք ձեզ հետ միասին կձևավորենք որոշակի վերջնարդյունքներ, կփորձեք դուք արդեն դասի ավարտին ինքնուրույն գնահատենք Գերմանիայի աշխարհագրական դիրքը, ներկայացնենք Գերմանիայի բնական պայմանները, ինչ օգտակար հանածոներ ունեն, դրանք ինչպես են ազդում Գերմանիայի տնտեսության զարգացման վրա, կբացատրեք արդեն ինքնուրույն բնակչության թիվը, բնական աճը, բնակչության հետ կապված մնացած տարատեսակ վերլուծությունները, կթվարկենք խոշոր քաղաքները։ Հիմա միասին գնացինք առաջ։ Այժմ մենք փորձենք անդրադարձ կատարել մեր հանձնարարված դասին, ով կհիշեցնի ինձ դասի վերնագիրը, Արինա խնդրեմ։ Արևմտյան Եվրոպայի տնտեսությունը։ Այո, Անգելինան մեզ կհիշեցնի Արևմտյան Եվրոպայի տնտեսությունները զարգացած էին, թե ոչ։ Այո։ Ահա, եւ ինչ մի բառով այդպես ասում եք։ Արևմտյան Եվրոպայի տնտեսությունը զարգացած է։ Իսկ Արևմտյան Եվրոպայում ինչ երկրներ էին գտնվում, Մարիա։ 8 երկրներ կա։ Ահա, օրինակ Գերմանիան, Ֆրանսիան զարգացած երկրներ էին, իսկ նրանց մնացած երկրները կարող ես թվարկել, որոնք էին մնացած երկրները։ Գերմանիա, Ֆրանսիա, Լեհաստան, Լիխտենշտեյն, Բելգիա, Բենիլուքսի երկրները որոնք էին։ Բելգիա, եւ Նիդերլանդներ, Շվեյցարիա, Լիխտենշտեյն, Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ, ահա, ապա Շվեյցարիա եւ Ավստրիա, ահա, նստիր։ Հիմա այդ երկրների տնտեսությունները արդեն թևակողել էին որ փուլ։ Ագրարային, արդյունաբերական, հետ արդյունաբերական փուլ, այո։ Արամը կասի զարգացած էր այնտեղ մեքենաշինությունը, մետաղաձուլությունը։ Այո, մեքենաշինությունը շատ զարգացած էր։ Եվ Գերմանիան արտադրում է բավականին շատ մեքենաներ։ Այո, եւս նստիր։ Լավ, հիմա փորձենք, քանի որ մեր նոր երկիրը, որ պիտի միասին ուսումնասիրենք Արևմտյան Եվրոպայի կազմի մեջ է, մեր նոր երկիրը, որ ուսումնասիրելու ենք, դա Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է։ Հիմա տեսնենք, թե Գերմանիայի մասին դուք ինչ գիտելիքներ ունեք։ Հիմա վերցնում ենք հեռախոսները եւ մուտք ենք գործում menti.com կայքը։ menti.com menti.com Բոլորս մուտք գործեցինք այդ կայքը։ Գրված է այստեղ։ menti.com menti.com Անա ջան, իսկ ինչ
Գերմանիայի մասին նախնական գիտելիքներ, որոշակի ունեն մեր աշակերտները, չէ՞։ Հիմա անցնենք հաջորդ հարցին։ Ինչպիսի երկիր է Գերմանիան։ Այդ է գրում։ Ըստ ձեզ, ինչպիսի երկիր է Գերմանիան։ Լայն հնարավորություն ա տրված, մտածեք տարբեր տեսանկյուններից։ Զարգացած, ահա։ Բազմամարդ, հզոր, չի կարող տենցյունի։ Հայտնի, արագացրեք մի քիչ, որ այս աժան վայրերով է հայտնի, հետքանա տեղավորվի, տեխնոլոգյաներով հարուստ, 2-3-4-ին, 6-2 հոգի մնացին, ինչ խնդիր կանի դա ջան։ Զարգացած մեքենաշինության բավականաչափ զարգացած է, հողագործության զարգացած, տեխնոլոգիաներով հարուստ, Վերջ, չունենք պատասխաններ, մեզ մոտ ցույց է գալիս, որ արդեն 8 հոգի պատասխանել։ Անցանք առաջ։ Ուրեմն մենք անցնենք մեր նոր նյութի ուսումնասիրությանը։ Մեր նոր նյութը, ինչպես նշեցի, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է։ Դուք մի քանիսը նշել եք բնակչության մասին, տարածքի մասին, նշել եք, որ հզոր երկիր է, զարգացած երկիր է, այժմ ուսումնասիրենք Գերմանիան եւ տեսնենք, թե նա իրականում ինչպիսի երկիր է։ Գերմանիայի տարածքը 357,000 կմ²-ի է, բնակչությունը 83,28 միլիոն մարդ է, ձեր դասագրքի տվյալները արդեն թարմացված են եւ դա 2024 թվականի տվյալներով է, մայրաքաղաքը Բեռլինն է, իսկ պետական կարգով Գերմանիան Դաշնային խորհրդարանական հանրապետություն է։ Եվ ես ավելացրել եմ ձեզ համար, որ այժմ Գերմանիայի կանցլերը Ֆրիդրիխ Մերցն է։ Աշխարհագրական դիրքի գլխավոր առանձնահատկությունները։ Մենք պարզեցինք, որ Գերմանիա պետությունը գտնվում է Արևմտյան Եվրոպայում եւ նրա աշխարհագրական դիրքը բավականին բարենպաստ է։ Բարենպաստ աշխարհագրական դիրք ասելով ինչ ենք հասկանում, Անգելինա։ Եթե երկիրը զարգացած է առևտրական եւ այլ կապերի ճանապարհներով, օրինակ ունի երկ դեպի ծով կամ օվկիանոս, ինչը Գերմանիան ունի, երկ դեպի Ատլանտյան օվկիանոս, դա հեշտացնում է առևտրական կապերն այլ երկրների հետ, ինչը բերում է տնտեսական աճի եւ զարգացման։ Այո, եւ երկրորդը, մեկը երկ դեպի ծով, Կարինա։ Իսկ երկրորդը զարգացած հարևաններ պետք է ունենա, որպեսզի նրա աշխարհագրական դիրքը լինի նպաստավոր։ Այո, հիմա դրանք բոլորը Գերմանիայի համար ճիշտ է։ Այո, կեցեց, նստիր։ Ստացվում է, որ Գերմանիայի աշխարհագրական դիրքը այո նպաստավոր է, չէ, եւ դեպի օվկիանոս ծովեր երկ ունի, չէ, այստեղ հյուսիսում նա ունի դեպի հյուսիսային ծով երկ եւ դեպի Բալտիկ ծով երկ, չէ, գտնվում է Եվրոպայի սրտում, նրա հարևան երկրները զարգացած երկրներ են։
Այս բոլորը հնարավորություն են տալիս, ինչպես Անգելինան նշեց, որ Գերմանիան ունենա զարգացման եւ առևտրական լայն կապեր ստեղծելու հնարավորություն։ Ինչպիսին են Գերմանիայի բնական պայմանները եւ ռեսուրսները։ Գերմանիան ինքը բավականին հետաքրքիր մակերևույթ ունի, հյուսիսում հարթավայրային է, իսկ հարավում գալիս են արդեն լեռնային, բայց լեռները քայքայված են, հին եւ ցածր լեռներ են։ Հյուսիսում հիմնականում տարածված են մարշեր կոչվող տարածքները, Գերմանիայում այդպես դաշտերին, ասում են մարշեր, որոնք օվկիանոսի ժամանակին օվկիանոսի հատակ են եղել, հիմա օվկիանոսը հետ է քաշվել, երկրաբանական շատ վաղ ժամանակներում, այժմ դրանց տարածքները հարուստ, բերի հողամասեր են եւ Գերմանիայի հիմնական գյուղատնտեսական շրջաններն են։ Հարավում են, ինչպես նշեցինք, լեռներն են, այնտեղ է գտնվում բավարական ալպեր կոչվող տարածքը։ Գերմանիայի հիմնական հարստությունը համարվում է ածուխը։ Ածուխի հիմնական հանքավայրերը գտնվում են Ռուրի եւ Սարի ավազաններում եւ Գորշածուխ ունի, որը գտնվում է Քյոլնում։ Զգալի են կերակրի աղի եւ կալիգական աղի պաշարները, այսինքն ունի վառելիքային ռեսուրսներ եւ աղային ռեսուրսներ։ Գերմանիան գտնվում է բարեխառն կլիմայական գոտու սահմաններում, ինչը հնարավորություն է տալիս զբաղվելու գյուղատնտեսությամբ։ Համեմատաբար խոշոր գետերը Ռենոսն են, Էլբան եւ Մայնը, ինչպես նաեւ Գերմանիայի տարածքում է ձևավորվում եւ սկիզբ առնում Դանուբ գետը, որը Եվրոպայի 5 երկրներով հոսում է։ Անտառածածկ է երկրի տարածքի 30%-ը եւ անտառային զանգվածները հիմնականում նրանք կոչում են վալդեր, շվարցվալդ, բավարական վալդ եւ այլն, չեխական վալդ, այդպես են կոչում անտառներին հենց գերմաներեն։ Բնակչությունը գերմանական ժողովուրդը կազմավորվել է դեռևս շատ վաղ ժամանակներից, հիմնական ազգերը եղել են ֆրանկները, սաքսոնացիները, բավարացիները, շվաբները, որոնք միավորվել են, միաձուլվել եւ ստեղծվել է այսօրվա գերմանական ազգը։ Բայց Գերմանիայում ինչ է կարծում, ինչ լեզվով են խոսում։ Գերմաներեն, այո, բայց գերմաներենը ունի շատ տարատեսակ բարբառներ։ Եվ նրա ամբողջ տարածքում այդ շատ տարածված են բարբառները եւ բավականին իրարից տարբերվում են։ Դա հիմնականում բացատրվում է տարբեր ազգերի այդպես միաձուլման հանգամանքով եւ նրանք բոլորը պահել են իրենց ազգային սովորությունները եւ ավանդույթները, որոնք այսօր շարունակվում են այնտեղ տոների տեսքով, ուրախությունների տեսքով եւ հետաքրքիր մի փաստ, որ գերմանացիների համար այսպես առանձնացնում ենք բնավորության գծեր։ Գերմանացիները ճշտապահ են, ճշտախոս են, կարգապահ են, օրինապահ են, հաշվենկատ են եւ շատ աշխատասեր են նրանք։ Բնակչության մասով պետք է նշել, որ Գերմանիայի բնակչությունը երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ բավականին մեծ կորուստներ է տվել եւ մինչեւ հիմա կարելի ասել այդ կորուստների վերականգնման ուղղությամբ է շարժվում եւ Գերմանիայի բնակչության բնական աճը բավականին ցածր է, որովհետեւ գերմանացիները աշխատում են եւ ամբողջ իրենց այդ ուժն ու եռանդը նվիրում են աշխատանքին։ Հետո նոր արդեն բավականին հասուն տարիքում մտածում են ընտանիք կազմելու մասին, այսինքն հիմնականում զբաղված են աշխատելով։ Ոչ մի գերմանացու համար նորություն չի կամ բան չի, հեշտ չի, որ ինքը արթնանա առավոտյան ժամը 5-ին, գնա աշխատանքի ժամը 6-ին, աշխատի 8 ժամ, երեկոյան հոգնած 1 ժամ, 2 ժամ ճանապարհ անցնի գատու։ Նրանք ամբողջ շաբաթվա ընթացքում այդպես աշխատում են։ Եվ նրանք դրա համար ասում են, որ գերմանացիները չէ, հաշվենկատ են, նրանք հաշվում են ամեն ինչ, այո, որովհետև իրանց ամեն ինչը շատ դժվար է տրվում, դրա համար նրանք այդ բնավորության գծով աչքի են ընկնում։ Եվ Գերմանիայում տեսեք խոսեցին նրանց ուշ ընտանիք կազմելու մասին եւ պարզվում է, որ այնտեղ տարեցների թիվը բավականին մեծ է, 20%-ից ավելի բնակչության տարեցներն են, այսինքն երեխաները շատ ավելի քիչ են։ Բայց գերմանացիները սիրում են սովորել, կրթվել եւ նրանք բավականին շատ Գերմանիայում շատ են կրթված մասնագետները։ Երբեմն տնտեսական աճը ավելի դանդաղ է, քան Գերմանիայում այդ որակյալ կրթություն ստացածների թիվը։ Եվ
բնակչության մեջ հիմնականում այդ բացը, որ աշխատողներ չկան, լրացվում են ներգաղթյալների հաշվին, Գերմանիայում ներգաղթյալներին կոչում են Gastarbeiter։ Գերմաներեն ամսում եք, չէ՞ մենք։ Գազն ինչ է նշանակում։ Ես, յուր, Arbeiter, աշխատող, յուր աշխատողները շատ են եւ բնակչության մեջ այդ 82 միլիոնի մեջ 6-7 միլիոնը ներգաղթյալներն են, այսինքն դրսից եկած աշխատողներն են։ Հիմնականում նրանք թուրքեր են, սերբեր եւ իտալացիներ։ Վերջին ժամանակներս նկատվում է, որ հայերը են Գերմանիայում ապրելու, կապված ուկրաինական պատերազմի հետ, հիմա ուկրաինացիներն են շատ տեղափոխվում Գերմանիայում ապրելու եւ այդ բնակչությունը բավականին անհավասարաչափ է բաշխված, միջին խտությունը 230 մարդ է 1 քառակուսի կիլոմետրի վրա, իսկ Ռենոզ-Ռուրի քաղաքային ագլոմերացիայում այդ թիվը հասնում է մինչև 1000 մարդու։ Սա կարելի ասել Գերմանիա խոշոր քաղաքներից են հիմնականում, տեսեք Բեռլինը, որտեղ ապրում է 3.5 միլիոն մարդ, մայրաքաղաք Բեռլինը ամենախոշոր քաղաքն է, Համբուրգը, տեսեք Բեռլինից է պատկերը, Համբուրգը 1.6 միլիոն եւ Մյունխենը 1.3 միլիոն մարդ է այստեղ ապրում եւ ամբողջ բնակչության 90%-ը ապրում է քաղաքներում։ Այսինքն շատ քաղաքայնացված ինքը երկիր է համարվում։ Խոշոր քաղաքներից են Էսենը, Մալի, Ֆրանկֆուրտը, Դորտմունդը, Շտուտգարտը, Լայպցիգը, Դրեզդենը, Հանովերը, դրանք բոլորը արդեն խոշոր քաղաքներն են։ Գերմանացիները սիրում են համեղ ուտել եւ խմել գարեջուր։ Նրանք շատ են սիրում խոզի միս, խոզի միսի հետ կապված տարբեր երշիկների տեսականի եւ շատ սիրում են գարեջուր խմել։ Հատկապես շաբաթ կիրակի օրերին եւ հոկտեմբեր ամսման ունեն նվիրված տոն հենց գարեջրին, Օկտոբերֆեստ է կոչվում, շատ մեծ շուկով նշում են եւ լավ հանգստանում են։ Հայտնի գերմանացիներ, կոմպոզիտորներ, տեսել են Բեթհովենի մասին, Բախի մասին, Շումանը, Վագները, Շուբերտը, բանաստեղծներ 7-ի մասին տեսել ենք, Շվայնեն, Շիլլերը, նկարիչներ Ալբերտ Դյուրերը, Կասպար Դավիթ Ֆրիդրիխը, Մաքս Լիբերմանը, քաղաքական գործիչներ Օտո Բիսմարկը, Ադոլֆ Հիտլերը, գիտեք ով Ադոլֆ Հիտլերը, ով է։ Այո, ճիշտ է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենահայտնի դեմքը, չէ՞։ Անգելա Մերկելի մասին գիտեք։ Գերմանիայի կին վարչապետը, չէ՞, նախկինը։ Եվ ֆուտբոլիստներ, տղաները ճանաչում են հայտնի ֆուտբոլիստներին։ Մանուել Նոյերը, Մեսուտ Օզիլը, Քլոզեն, Օլիվեր Կանը, որը ամենահայտնի դարպասապահն էր Գերմանիայի հավաքականը։ Դանքեշոն։ Հիմա փոքրիկ տեսանյութ նայենք Գերմանիայի մասին եւ անցնենք առաջ։ Միջնադարյան տղյակներ ու հրաշագեղ եկեղեցիներ, հանրահայտ թանգարաններ ու կանաչապատ այգիներ։ Այս ամենի շնորհիվ Գերմանիան անվանում են հեքիաթային երկիր։ Բացեք ձեր պետրերը եւ օգտագործելով աշխարհացույց կրթական հարթակը փորձում են դուրս գրել Գերմանիայի հարևան երկրները, զույգերով աշխատում։ Այստեղ մեզ մոտ է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունն է, եւ նրա հարևան երկրները զույգերով դուրս են գրում։ Այժմ Անգելինան ցույց կտա ինչպես ինքը դուրս գրել, երկրները կթվարկի հարևան, իսկ դուք ձեզ մոտ ստուգեք, տեսեք արդյոք դուք նույնն եք գրել, թե ոչ։ Անգելինա ջան, խնդրեմ։ Գերմանիայի հարևաններն են Նիդերլանդները, Բելգիան, Փարիզը, Ֆրանսիան, որի մայրաքաղաքը Փարիզն է, Վարշավան, Լեհաստանը եւ Լիխտենշտեյնը։ Չեխիան, Պրահան, Չեխիայի մայրաքաղաքն է, չէ՞, այստեղ։ Ավստրիան,
Շվեյցարիան եւ հյուսիսում թերակղզային մասում սահմանակից է Դանիա։ Այո։ Բոլորս այսպես ենք գրել։ Այո։ Նույն աշխատանքը։ Նյանոյդ կասեք։ Այժմ ինքնուրույն աշխատանքը մենք կկատարենք մի շատ գեղեցիկ էլեկտրոնային գործիքի միջոցով, որը կոչվում է կախուտ։ Նա խաղի տեսքով է, բայց այսօր ես այնտեղ այնացրել եմ մեր դասի շրջանակներում։ Հիմա մենք բացում ենք մեր հեռախոսները, մուտք ենք գործում տրված QR կոդով եւ գրում ենք մեր անունները։ Աշխատում եք ձեր ճիշտ անունները գրեք։ Ահա, մենք արդեն ունենք 4 մասնակից։ Let's go. Մարիա մեկ կամ Մարիա ազգանունով։ Ես